Օրակարգն սկսում է աշխատանք հանրային ուղիղ եթերում բարի լույս բոլորին եւ այսպես ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ ադրբեջանական զինուժը TR-107 տիպի համազարգային կայանք է կիրառել։ Ալխալու գյուղում տեղակայված ռազմակայանից հրթիռակոծել է Արցախի առաջապահ զորամասերից մեկի հրամանատարական կետը, պաշտպանության բանակը դիմել է պատասխան գործողության։ Ադրբեջանն ունի կորուստներ սահմանային իրադրության վերաբերել եւ սահմանին հակառակորդին լռեցնելուց հետո հայկական կողմը լռեցրել է նաեւ ինֆորմացիոն դաշտում հրապարակված տեսանյութում արված նաեւ արբանյակից հստակ երևում է, որ Ադրբեջանն իրոք օգտագործել է սեփական գյուղերն ու տները որպես կենթանի վահան, իսկ մեր զինված ուժերը դիմել են բացառապես պատասխան պատժիչ գործողությունների։ Արցախ-Ադրբեջան շփման գծում գաղտնիք կարելի ասել այլևս չկա։ Հայկական կողմը ֆիքսել է թշնամու ռեակտիվ համազարգային հրետանու արձակումները, առնվազն 2 տեսախցիկով։ Սա աներկբա ապացույց է։ Ադրբեջանը կրակել է գյուղի մերձակայքից։ Իրավունք ունեին այնտեղ հրետանի տեղակայել թե ոչ, դեռ անցած ապրիլին հստակ ներկայացրել է միջազգային իրավունքի մեր երկրի հեղինակավոր մասնագետներից մեկը։ Ելնելով այն բանից, որ չի կարելի թիրախ դարձնել ոչ կոմբատանտներին, այսինքն ոչ զինվորականներին, միջազգային մարդասիրական իրավունքը նախատեսում է։ Կոմբատանտները, այսինքն զորքերը, նրանց ստորաբաժանումները, առանձին կրակակետերը չպետք է տեղաբաշխվեն այնպես, որպեսզի պատասխան կրակի ելնելով չտուժեն նաև ուրեմն խաղաղ բնակչությունը կամ քաղաքացիական օբյեկտները։ Նորություն չէ այն, որ ադրբեջանական կողմը իր դիրքերը հաճախ տեղակայում է բնակավայրերի կողքը, բնակավայրերի նույնիսկ հետևում, հրամանատարական կետեր եւ այլն։ Ադրբեջանը բազմիցս է մերկացվել այդ պահանջը խախտելիս։ Հենց 16 ապրիլին, երբ հարևանները բողոքեցին կրած վնասից, պաշտպանության բանակը հրապարակեց նույն այդ գյուղերում կամ մերձակայքում տեղակայված ռազմական օբյեկտների ցանկը։ Google-ի քարտեզի վրա հիշատակված Էֆեթլի գյուղում առնվազն գումարտակային մակարդակի հրամանատարական կետ է։ Նույնը վկայեց նաև ռուսական Life-Run, որին դա չներեցին ու վտարեցին Ադրբեջանից։ Пушки Д-30, а также грады военные Азербайджана размещают рядом с населенными пунктами, поэтому туда стреляют в ответ с той стороны. Նույնը եղել է Ալխալու գյուղում։ Ռազմիֆոնը տեղադրել սեփական բնակչության հանդեպ Ադրբեջանի իշխանության հանցագործության այս ապացույցը։ Դեռ 2 տարի առաջ ոչնչացված հենակետը, գյուղի մեջտեղում խրամատներն ու հրետանու դիրքերը։ Գյուղի առջևում կան դիրքեր, դա հասկանալի է, բայց գյուղի կողքն էլ կան դիրքեր հրետանային Եվ առավել եւս եթե այդպիսի իրավիճակ է, ադրբեջանական կողմը հաստատ չպետք է սկսի ինչ-որ հրետակոծել այդ դիրքերից։ Այս անգամ պատասխան կրակից, ինչպես Ադրբեջանի մամուլն է հայտնում, 2 զոհ կա խաղաղ բնակչության շրջանում։ Մեկը մանկահասակ երեխա է։ Արցախի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարն է արձագանքել։ Թշնամի երեխա չի լինում։ Լինում է երեխայի զոհվելու դեպք վախկոտ անգլուխների մեղքով։ Սենոր Հասրացյանը ցավով է արձանագրել փաստն ու ափսոսանք հայտնել։ Ի տարբերություն ադրբեջանցիների, որոնք ապրիլյան պատերազմի առաջին ժամերին դպրոցի վրա կրակոցով սպանեցին հայ երեխային։ 3 միջադեպից հետո բանակի հատուկ ծառայությունների գաղտնալսումը բացահայտում է, որ հայերը կրակել են ռազմական օբյեկտի, շտաբի ուղղությամբ։ Արցախյան բանակի պատասխանը ազդանշան է Ադրբեջանին դադարեցնել զինվորականներին խաղաղ մարդկանց թիկունքում թաքցնել։ Իսկ մեզ համար, ասում է արցախցի պաշտոնյան, նման դեպքերն են ազդանշան։ Երբ հակառակորդը խոշորացնում է տրամաչափը, պետք է կանխել հետագա բարդացումը։ Ցանկացած կրակակետ, որից կրակ է արձակվում հայկական մարտական դիրքերի կամ բնակավայրերի վրա, հայկական կողմից դրանք ոչնչացվելու են։ Արթուր Գրիգորյան, Օրակարգ։ Սեփական բնակիչներին կենթանի վահան դարձնելով հակառակորդը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը, Ինտերֆաքսին ասել է Արցախի պաշտպանության նախարարը։ Լևոն Նացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի հայտարարությունը, իբր Ալխալու բնակավայրում քաղաքացիներ են տուժել։ Մեջբերում եմ։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական անմեղ քաղաքացիների արյան հաշվի միջազգային հանրության ապակողմնորոշելու ցինիկ գործելավոճ, ասել եմ Նացականյանը վստահեցրել։ Մեր հարվածի թիրախը եղել է այսուհետև եւ լինելու է միայն այն ռազմակայանները, որտեղից թշնամին կրակային հարվածներ է հասցնում հայկական բնագծերին։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են, որ ինչպես առ այսօր, այնպես էլ այսուհետ Արցախի զինված ուժերը շարունակելու են լիարժեք օգտվել պաշտպանվելու իրավունքից եւ անհրաժեշտության դեպքում հակառակորդի նախահարձակ գործողություններին տալ թիրախային եւ անհամարժեք պատասխան։
Մինսկի խմբի միջնորդներն ու ԵԱԿ խորհրդարանական վեհաժողովն արդեն արձագանքել են տեղի ունեցածին։ Բռնությունը միայն նոր բռնություն է ծնում եւ ուրիշ ոչինչ չի բերում վերահաստատման հայկական կողմի արձագանքը մեր անդրադարձում։ Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ ներկայացրել նրանց Ադրբեջանի սադրանքին հաջորդած դրությունը։ Եռանախագահներն ավելի վաղ կողմերին մարդկային ճանապարհով եւ առանց ռազմական գործողության հարցելուծելու կոչ էին անում։ Բռնությունը միայն նոր բռնություն է ծնում եւ ոչնչի չի հանգեցնում։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին Ադրբեջանը նորից փորձել է լարվածություն մտցնել եւ առաջարկել քննարկել Ղարաբաղի հակամարտության թեման։ Մեր ադրբեջանական գործընկերները, պատվիրակության ղեկավարը փորձեց բացանել թեմա, հնչեցնել երեկվա իրադարձությունների վերաբերյալ, ներկայացնելով, որ խաղաղ բնակավայրի ռմբակոծություն է կատարվել եւ զոհեր են ունեցել ադրբեջանական ուրեմն բնակչության մեջ։ Մենք բնականաբար պատասխանեցինք եւ համարժեք պատասխան տվեցինք։ Ավելի վաղ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ հակամարտության գոտում հետագա լարումներից եւ կորուստներից խուսափելու նպատակով Ադրբեջանի իշխանությունը պետք է համաձայնի կատարել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Արցախի պաշտպանության բանակն էլ հերքել է լուրերը, թե հայկական կողմում զոհեր կան, նաեւ հայտարարել։ Մենք բազմիցս ուշադրություն ենք հրավիրել փաստին, որ ադրբեջանական կողմը խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը չի խորշում օգտագործել իր իսկ քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան Արցախի տարածքը գնդակոծելու նպատակով։ Մահացած երեխայի լուսանկարների հրապարակմամբ էլ Ադրբեջանը փորձում է խղճահարություն առաջացնել միջազգային հանրության մոտ։ Սա այն դեպքն է, երբ նպատակ է դրվում ակնհայտորեն խաղալ մարդկանց էմոցիաների հետ, ցանկացած նորմալ մարդ չի կարող անտարբեր լինել մահացած երեխայի դիակի պատկեր տեսնելիս, սակայն պետք է այստեղ բարոյական հարթության մեջ հարցը դիտարկել, հայամատելով նույն 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո նմանաբնույթ իրավիճակում Արցախի կողմը նման որոշում չկայացրեց։ Տպավորություն է ստեղծվում, որ անգամ մարդիկ կան Ադրբեջանում, որոնք որ շատ ուրախ են, որ նրանք ունեն այդպիսի փաստ։ Բաքվի սադրանքի զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Ադրբեջանի քարոզչամեքենայի ցինիկ եւ անմարդկային բնույթը, նշում է Տիգրան Բալայանը։ Սոնա Աղբալյան, Մերիդավթյան, Մեհեր Մկրտչյան, օրակարգ։ Ադրբեջանի հերթական սահմանային էսկալացիան օրակարգի խնդրանքով մեկնաբանել է Հայաստանի փոխարտգործնախարարը Շավարժ Քոչարյանը, նշել է, որ սա Բաքվի հարևան ժողովրդի հանդեպ ատելության եւ սեփական ժողովրդի արյան վրա հիմնված ժառանգական ռեժիմի հերթական հանցագործությունն է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի հետաքննության մեխանիզմի ներդրումից հրաժարվելը ուղղված է իր իսկ կողմից շարունակական սադրանքների կազմակերպման մեղքը հայկական կողմի վրա բարթելուն։ Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 94-95 թվականների ռազմական գործողությունների եւ կրակի դադարեցման եռակողմ համաձայնագրերով իր միջազգային պարտավորությունները, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները եւ շարունակում է զինված սադրանքներ նախաձեռնել Հայաստանի եւ Արցախի դեմ, հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում այդ սադրանքների բոլոր զոհերի պատասխանատվությունը անկախ նրանց ազգային պատկանելությունից։ Փոխարտգործնախարարն անդրադարձել է նաև ադրբեջանական սադրանքին, Թուրքիայի արտգործնախարարության արձագանքին։ Անցած ապրիլին Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ Թուրքիան ոչ միայն չի դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորումը, այդ թվում երեխաների սպանությունը, տարեց մարդկանց բարբարոսաբար անդամահատումը, գերի ընկած հայ զինվորների Դաեշի ոճով գլխատումը, այլև ըստ էության խրախուսել է այդ ռազմական հանցագործությունները։ Մյուս կողմից Թուրքիան դատապարտում է հենց Ադրբեջանի նախաձեռնած սադրանքի հետևանքով ադրբեջանական խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերը, չնշելով, որ դրա հիմնական պատճառը պաշտոնական Բաքվի իր խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու քաղաքականությունն է։ Ստացվում է, Թուրքիայի համար դատապարտելը կամ ցավակցելը պայմանավորված է միայն ազգային պատկանելությամբ, ինչը որևէ քաղաքակիրթ մեկնաբանությունից դուրս է։ Սահմանից գնում են սահմանը պահելու, Տավուշում սկսվել է ամառային զորակոչը բարձր տրամադրությամբ ու անվախ լինելու կոչերով են տավուշցիները տղաներին ուղարկել բանակը։ Սահմանից բանակ մեկնող տղաների ուժը չափելու կարիք չկա, ինչքան ուզեն զինակոչիկ ընկերոջը երկինք կթռցնեն։ Խիզախ ես մնում զգոն, ուշ կտին վրա պահի, կողացնում ես դաուպատը, եղավ։ Գլուխը ցածր կպահես, ձիգ կմնաս, շառից փորձանքից հեռու։ Ծնողները որդիներին բանակ ճանապարհեցին, չմոռանալով կարևոր մաղթանքը։ Տանը ձեզ սպասում են։ Լավ քնած, լավ վերադառնաս, գաս ծնողներին հասնես։ Մերսի։
Զինակոչիկները առողջ են, արձանագրում են բուժզննումից հետո։ Տղաները կմեկնեն ծառայության մարզի գեներալների ու սպաների օրինակը աչքի առաջ։ Ապա այնքան պատրաստ լինեք, որպես կարողանաք դիպուկ եւ անվերև խոցել հակառակորդին։ Տավուշից ծառայության մեկնողներին շատ բան չունեն ասելու։ Շատերն առաջնագծից են ու գիտեն, ինչ սպասել սահմանի այն կողմից, միշտ են պատրաստ։ Նրանք արդեն պատրաստ են զինվորները։ Բարի ճանապարհ, բարի վերադարձ։ Հայկին դեռ չտված խրատները պապը հասցրեց փոխանցել։ Ընկերոջը հավատարիմ, շարքում էլ կարգապահ լինես, հայրենիքի արժանի պաշտպան։ Հոգևոր օրհնություններ ստացան, հետո միայն գազելները ճամփա ընկան։ Մայա Խաչատրյան, Վահրամ Զարգարյան, օրակարգ։ Մոսկվան Բաքվից պահանջում է դադարեցնել խտրական վերաբերմունքն այդ երկրի ժամանող ռուսաստանյան քաղաքացիների նկատմամբ, որոնք ունեն հայկական ազգանուն։ Ստիպված ենք հաստատել, որ Ադրբեջան ժամանող ռուսաստանցիներն իսկապես խտրականության են ենթարկվում ազգային պատկանելության հիման վրա, շարունակում ենք պահանջել դադարեցնել այդ զայրացնող խտրական գործելավոճը։ Բնականաբար եզրակացություններ ենք անելու ստեղծված դրությունից, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Հրապարակված տվյալով միայն այս տարվա ընթացքում Ռուսաստանի 25 քաղաքացու արգելել են մուտք գործել Ադրբեջան զուտ հայկական ազգանվան կամ ծագման պատճառով։ Եթե ես Ադրբեջանի համար անցանկալի անձ եմ, ապա Ադրբեջանն էլ ինձ համար անցանկալի պետություն, ռուս հայտնի բլոգեր Անտոն Նոսկի պատասխանը Ադրբեջանի իշխանությանը թևավոր խոսք է դարձել ռուսական մամուլում։ Նա Արցախ էր այցելել Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունից անմիջապես հետո եւ հայտնվել Բաքվի տխրահարճակ սևցուցակում։ Ղարաբաղ այցելելուց հետո ռուս հանրահայտ բլոգեր Անտոն Նոսիկը ոչ միայն հայտնվեց ադրբեջանական սևցուցակում, այլև մինչև օրս սպառնալիքներ է ստանում այդ երկրից։ Նոսիկին Լապշինի ճակատագրին արժանացնելու սրեր են ճոճում նաև ադրբեջանցի լրագրողները, որոնց հատկապես վրդովեցրել է մինչ Ղարաբաղ մեկնելը բլոգերի հանրահայտ գրառումը։ Ինքնիշխան պետական կազմավորման տեսքով Ադրբեջանի գոյությունը ցավալի պատմական սխալմունք է եւ թյուրիմացություն։ Ինչպես 1918-ից առաջ գոյություն չուներ նման երկիր, այնպես էլ հետագա դարաշրջաններում աշխարհի քարտեզը հիանալի կերպով կարող էր առանց դրա յոլա գնալ։ Ափսոս, որ այդ երջանիկ հնարավորությունը ձեռքից բաց է թողնվել։ Ընտանեկան դիկտատուրան, որտեղ մարդասպան Ռամիլ Սաֆարովին համարում են ազգային հերոս, իսկ բլոգեր Լապշինին վտանգավոր պետական հանցագործ, ոչինչով չի վաստակել, որից հաշվի առնեմ իր կարծիքը ճիշտ սահմանների մասին, ասում է Անտոն Նոսիկը։ Ղարաբաղ մեկնելու որոշումը բլոգերը կայացրեց Լապշինի ձերբակալությունից հետո։ Այդ ուղևորությունը հստակ ուղերձ էր Ադրբեջանին, որ ձեր գործը չէ թե ես ուր եմ գնում։ Ես չեմ վախենում ձեզանից։ Դուք կարող եք Ինտերպոլը հարցումներով ողողել։ Ես այնտեղ կգնամ, որ չկարծեք, թե Լապշինին ձերբակալելով ինչ-որ մեկին վախեցրիք։ Ինչպես եւ Լապշինը, Անտոն Նոսիկը նույնպես Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի է։ Բլոգերը խոսքերով կուլիսներում Լապշինի շուրջ առևտուրը շարունակվում է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն ուզում է ցուցադրական դատավարություն անել, դատավճիռ հրապարակել, ինչից հետո նա կվերադառնա Իսրայել, շատ շուտով։ Իսկ Անտոն Նոսիկը շարունակում է անվաղ ճամփորդել, վստահ է, որ երկրորդ անգամ Ադրբեջանից արտահանձնման հարցում չի լինի։ Այդ թնդանոթը հազիվ մեկ անգամ կրակեց, ընդ որում Շեխ։ Զարա Օհանյան, Արտակ Խևոնդյան, օրակարգ, Մոսկվա։ Անցենք այլ թեմաների Հայաստանն ինքնիշխան իրավական պետություն է, օրենքով արդեն 22 տարի մայր օրենքի տոնը 3 էր, որը հանրաքվեով հաստատվել է 95 թվականի հուլիսի 5-ին։ 2015-ին երկրի հիմնական օրենքի բարեփոխված տարբերակը Հայաստանի ղեկավարի խոսքով ավելի մեծ հնարավորություն է ընձեռում համակողմանի եւ անցնցում զարգացման համար։ Սերժ Սարգսյանը Սահմանադրության օրվա առիթով հղած շնորհավորական ուղերձում նաև նշել է, որ բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ավելի արդար, ավելի կայուն պետություն ու հասարակություն։ Նախագահ Սարգսյանի բնորոշմամբ Հայաստանի ժողովրդի պատմական ընտրությունն է կառուցել ազատ, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն։ Այդ նպատակը հստակ արտահայտված է մեր երկրի հիմնական օրենքում։ Հայաստանի Սահմանադրությունն անցած տարիների ընթացքում մեր պետության եւ ժողովրդի համար եղել է ամուր իրավական հենարան, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։ Բնականաբար այդ ընթացքում մեր հասարակական եւ քաղաքական կյանքում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, որոնք հասունացրել էին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչը եւ այսօր մեր երկրում իրականություն է դարձել, շեշտել է նախագահն ու ավելացրել։ Ինչպես գիտեք, այժմ մենք գտնվում ենք անցումային փուլում, մենք անցում ենք կատարում կառավարման խորհրդարանական համակարգի։ Մեր համոզումն է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ներկա բարեփոխված տարբերակը ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում ժողովրդավարության զարգացման, իշխանության թևերի միջև հավասարակշռության պահպանման եւ ընդհանրապես մեր երկրի համակողմանի եւ անցնցում զարգացման համար։ Նախագահը վստահություն է հայտնել, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ավելի արդար եւ ավելի կայուն պետություն եւ հասարակություն, կրկին շնորհավորելով տոնի առթիվ հանրապետության նախագահը մաղթել է։
անվերապահորեն հավատարիմ լինենք մեր սահմանադրության տառին եւ ոգուն։ Սահմանադրության օրը նաև պետական 3 խորհրդանիշերի ազգային օրհներքի, դրոշի ու զինանշանի տոնն է։ Մայրաքաղաքի փողոցներով երեկանցել ու երկնքում սավառնել է եռագույնը։ Տոնին մասնակցել են ամեն տարիքի մարդիկ, նաև մեր քաղաքի հյուրերը։ Այո, սկզբից մինչև վերջ, բոլոր ամեն ինչի մարտահրավերը։ 2 տասնամյակ գումարած 2 տարի խորհրդանիշների երթում պապերն ու թոռներն են, սահմանադրությանը քվեարկողներն ու սահմանադրության հասակակիցները։ Любовь Григорьевна, в 95-м году мы выходили. Սահմանադրության երջին մարզերից ու Սփյուռքից էլ հյուրեր կան։ Երթի շարասյունը բանակից է սկսվում, այնուհետև ոստիկանության արտակարգ իրավիճակների թմբկահար աղջիկների խմբերն են։ Երթի ամենաերկար եռագույնը սահմանադրության տարիքից քառակի մեծ է, որը պողոտան է կարճացնում, ամպերից մի քիչ ցած էլ ամենաբարձր եռագույնն է։ Վոլոդիա Հովսեփյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ Մեր երկրի սահմանադրությունը փոփոխվել է 2 անգամ 2005-ին ընդլայնելով խորհրդարան լիազորությունները եւ 2015-ին կիսանախագահական ցանցնելով խորհրդարանական կառավարման համակարգի։ Սահմանադրական վերջին փոփոխությունները ամբողջ ծավալով կսկսեն գործել 2018 թվականից։ Արյունից ծորած երիզ մի կարմիր, երկնքից պոկված կտոր մի կապույտ, հասուն հասկերի շող նարնջագույն։ Դրոշ եռագույնը, զինանշան ու օրհներք պետական խորհրդանիշները հաստատվեցին 95 թվականին, երբ հուլիսի 5-ին ժողովուրդը քվեարկությամբ ընդունեց մեր երկրի հիմնական օրենքը։ Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է պետական կառուցվածքը, կառավարման եւ իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասություններն ու ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները եւ ազատությունը, ինչպես նաեւ դատական համակարգը, սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։ Հենց մայր օրենքն էլ սահմանեց, որ այսօր տոն է սահմանադրության օրը։ Ժողովրդավարության հիմքերը դրվեցին պետության շինարարությունում։ Առաջի ծրարը բացվեց, այո, 25532։ Բրունսկված ժողովրդի հերթական ձայնն էր, ոգու տոն, մարդիկ իրար հերթ չեն տալիս այո ասելու եւ հաստատելու երկրի գլխավոր օրենքը։ 95-ին Հայաստանը սահմանադրությամբ անցավ նախագահական կառավարման։ Առաջին փոփոխությունները մայր օրենքն ունեցավ 2005-ին։ Հայաստանում նախագահախորհրդարանական կառավարումը հաստատվեց։ Ժողովուրդը համաձայն էր, փնտրում ու չէին գտնում իրենց անուն ընտրացուցակում հուզմունքից։ Մեր գուշտով։ Միած հանուն մեր սահմանադրության։ Օրենսդիր իշխանությունն իրականացնում էր ազգային ժողովը, գործադիրը կառավարությունը, Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորը նախագահն էր։ Սահմանադրության վերջին փոփոխությունները 2015-ին եղան եւ մեր երկիրն այժմ խորհրդարանական կառավարման ուղին է բռնել։ Շրջադարձային այս փոփոխությունից հետո ընդլայնված լիազորություններով ու ծանրաբեռնված պատասխանատվությամբ 6-րդ գումարման ազգային ժողովի հենց անդրանիկ նիստում պետության ղեկավարը գլխավոր քաղաքական ամբիոնից ավելի քան 1 ժամ ծրագրային ելույթ ունեցավ։ Ուրվագծեց նոր ավելի ուժեղ Հայաստանի ճանապարհը։ 2 տարի առաջ, երբ հաստատվում էր Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ես հավատում էի, որ մոտ ապագայում մենք մտնելու ենք բեկումնային մի ժամանակաշրջան, որն իր բնույթով լինելու է խոստումնալից, բայց նաև պատասխանատու։ Այսօր եկել է այդ օրը։ Օրը եկել է ու երկրի ղեկանիվը բեկումնային այս շրջանում շարժվում է մայր օրենք ուղեցույցով, աչքի առաջ ունենալով, որ բոլոր ժամանակների շրջապտույտում սահմանադրության գլխագիրն է եղել։ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սիրանուշ Մուրադյան, օրակարգ։ Այդ թեմաների մասին Պոլսիայոց պատրիարքի ընտրության գործընթացը պաշտոնապես մեկնարկել է Պատրիարքարանում տեղի ունեցած ժողովում, ստեղծվել է պատրիարքի ընտրության կազմակերպման 17 հոգանոց նախաձեռնող խումբ։ Ըստ Ակոս թերթի այն ընտրություններին ընդառաջ նախապատրաստելու է ընտրողների ցուցակները, հստակեցնելու պատվիրակների թիվը։
Կարուսելը պտտվել է, մի կին վնասվածք ստացել, լունապարկում շատ կտրուկ կանգնել է տեխնիկապես սարքին կարուսելը, ինչու դեռ պարզում են, այն այժմ չի գործում։ Սուսան Բադալյանն է լսել թե տուժածների, թե լունապարկի տնօրենի մեկնաբանությունները։ Թեքվեց այս կողքեն կողքի ու սենց հռհռոցեր թափով կանգնելա։ Մենք արդեն օդում ղժում էինք, խառնված էինք իրար։ 8 հոգանոց Գերդաստանի զբոսանքը լունապարկում անհաջող ավարտ է ունեցել, որպես երեկոյի եզրափակիչ ակորդ մեծերը որոշել են փոքրիկների հետ իրենք էլ զվարճանալ ու նստել են շատերին սիրելի ամերիկյան ոլորանները, ընտանիքի 5 մեծերն ու 3 երեխաները։ Ընթացքի ժամանակ հաճախորդներից մեկը վատացել է, երեխան վատացել է։ Ոլորանների արագությունը սարսափահար է արել, բոլորին խնդրել են աշխատակցին կանգնեցնել եւ այստեղ սարքը անսպասելի վարք է դրսևորել, կանգ առել ոչ թե սահուն, ինչպես սովորաբար է, այլ շատ կտրուկ։ Հարվածից ծրվել է, այստեղ ծրվել է։ Բարեբախտաբար վագոնից ոչ ոք դուրս չի թռել, լունապարկի տեսախցիկն էլ ահա ֆիքսել է ինչպես է ատրակցիոնը կտրուկ կանգ առնում եւ ապա հետաքրքրասերների բազմությունն է ու շտապօգնությունը։ Անհետաձգերի բուժօգնության բաժանմունք է դիմել 4 տուժած, անմիջապես տուժածները հետազոտվել են, կատարվել են համապատասխան նեղ մասնագետների կոնսուլտացիաներ։ Այս պահին Էրեբունի բուժկենտրոնում է միայն 35-ամյա կինը, որ կոտրվածք ունի։ Ոչ մեկին խնդիր չի ունեցել, մենակ իմն է, որ քսա կոտրվել։ Աջ սրունքի կոտրվածք է մի քանի օրից բուժկենտրոնի մասնագետները կվիրահատեն։ Կատարվելու է վերջույթի ոսկրերի մետաղական ֆիքսացիա։ Իսկ ամերիկյան ոլորանների հարցն անորոշ է, մասնագետները դեռ պետք է պարզեն ինչու է կարուսելն իրեն այդքան կտրուկ պահել։ Մեկ ամիս առաջ է տեխնիկական փորձաքննության եզրակացությունը տրվել։ Կարուսելը պիտանի է շահագործման։ Խնդիրներ չպետք է լինեին, ասում է լունապարկի տնօրենը, սպասում մասնագետների վերջին խոսքին։ Մենք էլ ենք շահագրգռված, որ եկող ժողովուրդը գնան ոնց եկել են, հենց գնան։ Ոչ մի փորձանք չլինի։ Սուսան Բադալյան, Հովհաննես Քյոսյան, օրակարգ։ Մինչև 2019 թվականը հանրապետության բոլոր դպրոցները կունենան արմատ ինժեներական լաբորատորիաներ։ Սա ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը հաղթաթուղթ է համարում հայերի ձեռքին ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսում։ Այն 2019-ին անցկացվելու է մեր երկրում, IT միջոցառմանն ընդառաջ միությունը նոր ծրագիր է կազմել, հիմնական շեշտը IT մասնագետների կրթությունն է և Հայաստանի բրենդի ներկայացումը։ Այդ հաղթակարտը դա հենց արմատ լաբորատորիաների արկայությունն է բոլոր դպրոցներում, որպեսզի Հայաստանը ներկայանա առաջի և միակ երկիրը, որտեղ ինժեներությունը սկսում են սովորացնել 10 տարեկանից։ Մեկ շնչահաշվով $65 աջակցություն խոշորացված համայնքներին կառավարության ֆինանսական աջակցությունը համայնքները ծախսելու են առաջնահերթ խնդիրներ լուծելու համար։ Զառիթափում արդեն սեփական բյուջեով աղբահանության, լուսավորության, ջրամատակարարման հարցերը կարգավորել են։ Այս համայնքին նույնպես կառավարությունը կֆինանսավորի։ Նախարար Լոկյանը զրուցել է Մարտիրոս բնակավայրի սողանքից տուժած բնակիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը։ Քննարկվել են նաև խոշորացվող եղեգիսի հարցերը։ Նոյեմբերին համայնքը ղեկավար կընտրի, զարգացման ծրագրերն էլ չեն ուշանա։ Հանրապետության նախագահն արդեն ստորագրել է վարչատարածքային փոփոխությունների մասին օրենքը եւ մենք նոյեմբերի 5-ին պիտի գնանք ընտրությունների, ձևավորենք համայնքը, բայց որպեսզի ժամանակ չծախսենք, ժամանակ չկորցնենք, մենք մինչև նոյեմբերի 5-ը պետք է նախապատրաստենք առանձին ձեր յուրաքանչյուրի բնակավայրի համար որոշակի ծրագիր, որը շատ արագ համայնքի ընտրություններից հետո պիտի տնենք գործածության մեջ։ Ինչպես սեփական տանը բիզնես սկսել արկածային զբոսաշրջության այցեքար դարձող Ենոքավանում բնակիչներին անվճար բիզնես խորհրդատվությամբ կօգնի գյուղում բացված տեղեկատվական կենտրոնը։ Այստեղ հայտնված տուրիստը այսուհետև արագ ու մատչելի ինֆորմացիա կստանա, ուր գնալ և ինչ տեսնել։ Ենոքավանում օրը չի հերիքում զիպլայնով թռչելուն, ժայռ մագլցելուն, ձիավարելուն, որ էքստրիմ սիրող հյուրերն ամեն ինչ հասցնեն, գյուղ ոտք դնելուն պես կարողանան նախապես ճշտել, ժամանցից հետո որ տանն իրենց հաց կտան, ում դուռը թակեն քնելու համար, այստեղ զբոսաշրջության զարգացման տեղեկատվական կենտրոն են բացել։ Տուրիստը մտնելով կարող է համայնքի մասին հավաքական ինֆորմացիա ստանալ, ոչ միայն գիշերակացի վերաբերյալ, այլ այն ամեն ինչի, ինչով կարող է զբաղվել համայնքում։ Սա այն դեպքն է, երբ Հայաստանի տուրիստական քարտեզին
Ենոք-Հավանի տեղը բոլորին ցույց տալու համար փողերը միավորել են 3 հողակ՝ պետական ՓՄՁ զարգացման կենտրոնը, մասնավոր Yell Extreme-ն ու միջազգային USAID-ին։ Տուրիզմի կենտրոնի բացումը մեծ հնարավորություն է Ենոք-Հավանի համար։ Այսօր դստերս հետ եմ եկել, մի օր էլ կայցելեմ ամուսնուս հետ։ Հյուրերի պակաս Տավուշի այս անկյունն արդեն չունի, որ մարդիկ համոզվեն յուրաքանչյուրը կարող է տուրիզմի զարգացումից եկամուտ ստանալ։ Հիմա էլ շուկա են ուզում բացել ու գյուղացիներին սարի փնջած ուրցից միջև փռից հանած տակ հաց վաճառելու հնարավորություն տալ։ Այն ապրանքատեսակները, որի մենք Ենոք-Հավան կայնանք արտադրենք, կայնանք իրացնենք հենց տեղում։ Տուրիստին մագնիսի պես ձգելու առումով Ենոք-Հավանն իր համար վարչապետի ասած ամբիցիոզ նշաձող է սահմանել։ 2025-ին արդեն ընդունել ճանապարհել 250,000 զբոսաշրջիկի։ Հերմինե Բաղդասարյան, Գայանե Թամամյան, Մեհեր Թամրազյան, օրակարգ։ Այժմ այսքան, մեր հաջորդ հանդիպում ժամ 13-ին է, սպասեք ինձ։